Թեման Love Your Data պրեզենտացիան անգլերեն է, բայց ամբողջությամբ հայերեն ենք վարելու, առհասարակ շատ դժվար է data analytics-ից կամ HR-ից խոսել հայերենով, ամբողջությամբ հայերենով։ Սերժ ջան, խնդրում եմ մյուտ արա բոլորին։ Կամ ինձ admin սարքի ես անեմ։ Հա, պրեզենտացիան անգլերեն է, բայց մենք ամբողջ նյութը հասցնելու ենք հայերենով, ասում էի, որ շատ դժվար է առհասարակ անալիտիկայից եւ HR-ից խոսել միայն հայերեն, ուստի այսօր որոշակի անգլերեն բառեր էլ կհնչեն եւ ոմանք էլ հատուկ կհնչեն տերմինային բառեր ավելի շատ, որպեսզի դուք մենք բոլորս հասկանանք ու պատկերացնենք իրենց նշանակությունը, կարևորությունը ու տերմինների օրիգինալները ճանաչենք, այսպես ասած։ Մի փոքր մեր մասին, ես ինձ կներկայացնեմ Մարտինն էլ իրեն, Անի Մերժանի, ես հանդիսանում եմ Magnus HR ընկերության հիմնադիր ղեկավարը, տնօրենը, նաև շուրջ 15 տարվա փորձով HR մասնագետ, նշել եմ Magnus HR, բայց երևի արժեր նշել նաև HR Edu Hub, որ մեր կրթական հարթակն է, Սերժը հաբի ներկայացուցիչը, Էլիզն էլ Call Image հաբի ղեկավարն է, բոլոր կրթական նախաձեռնությունը, որ մենք իրականացնում ենք Magnus-ում, իրենք HR Edu Hub-ի շրջանակում են։ Իսկ Magnus-ը ինքը B2B բիզնեսներին տրամադրող բիզնեսների ծառայություններ տրամադրող ընկերություն է, մենք տրամադրում ենք HR-ի եւ հավաքագրման սերվիսներ։ Մեզ դիմում են տարբեր HR recruiter-ական հարցերով։ Հիմա ինչու եմ ես խոսում այս թեմայից, որովհետև օր 1-ից, իսկ օր 1-ը դա ոնց քիչ առաջ նշեցի 10-15 տարի առաջ էր, ես հասկանում էի, որ ինտուիտիվ եւ զգալով որոշումները HR-ում չեն աշխատում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես տակավին երիտասարդ եւ սկսնակ մասնագետ էի։ Ինչ էի անում, շատ փուճուր առանձին կտորներով չափում էի իմ ջանքերը, հա, օրինակ, եթե իվենթ էի կազմակերպում թիմի համար, անպայման այդ իվենթից հետո մի փոքր հարցում էի ուղարկում եւ մարդկանց խնդրում, որ կարծիք հայտնեն այդ իվենթի արդյունավետության վերաբերյալ։ Եթե որևէ փոփոխություն էինք ուզում ընկերությունում անենք, օրինակ, չգիտեմ, դա կլիներ աշխատաժամերի փոփոխություն, կանխավ թիմին էլի հարցում էի ուղարկում, որպեսզի տեսնեմ իրենք դրա մասին ինչ կարծիք ունեն, թեկնած ունեն, երբ որ համալրում էի, անպայման հաշվում էի, քանի օր ա տևել համալրումը։ Ու այդ ամբողջը անում էի միայն կարդալով, դրսի գրականությունը ուսումնասիրելով ու իմանալով, որ տվյալները կարևոր են, զուտ այդքան է, ինչքան տվյալ ուզում ես, ինչքան տվյալ փորձես գտնես, այնքան ավելի լավ։ Սերը տվյալների նկատմամբ շատ վաղուց այսինքն եղել դեռ ամենասկզբից։ Գնալով դա ստացավ ձև ֆորմա, ստացավ նաև ֆորմա որպես կուրս, որպես workshop, վերջում կպատմեմ ձեզ այդ workshop-ի մասին, գնալով դարձավ այն, որ մենք շատ լավ մասնագետների հրավիրեցինք մեզ մոտ որպես data անալիտիկայի տրեյներներ, ովքեր որ HR մասնագետներին սկսեցին բացահայտել, պատմել, թե ինչ է կատարվում անալիտիկայի կտորում ու առհասարակ ինչքան կարևոր է դա։ Այսինքն թեման ներկայացնում եմ ես ամբողջը պատմեցի երևի ես վերջին նախադասության համար, որովհետև կա փորձառությունը տվյալները կիրառելու եւ իմ անձնական գործում եւ արդեն Magnus-ում որպես կառույց, եւ երկրորդ կա շատ մեծ սեր ու էնտուզիազմ այս դիսցիպլինի նկատմամբ ու անverջ սովորելու տեղ։ Այդ իմ կտորը, Մարտին ջան, դու էլ երևի մի փոքր քեզ ներկայացնես։ Բարև ձեզ, բոլորին ողջունում եմ, սենց սկզբից մինչև ինձ ներկայացնելուն անցնելը, ասեմ, որ արձակուրդի մեջ էի, մի քիչ կներեք ես ոչ ռեպրեզենտատիվ տեսքի համար, ուղղակի այնքան շատ էինք ուզում ես ամեն ինչը կազմակերպեինք, որ մտածեցինք ավելի ճիշտ է այդ cancel չանելը։ Իմ անունը Մարտին է, 6 տարուց ավել է զբաղվում եմ տվյալների վերլուծությամբ ու սիրով կարամ հայտարարեմ, որ իմ կարիերան սկսվել է հենց HR անալիտիկայից, այսինքն իմ առաջին գործը եղել է որպես HR անալիտիկ, աշխատել եմ հիմնականում գնահատումների բաժնի մեր գոլեգաների հետ, շատ հավես research-ներ են կարել, շատ հավես data-driven անալիզներ են կարել եւ այլն, փորձեմ այդ փորձով կիսվեմ ձեր հետ ու նաև ասենք ինչքան որ այդ ամեն ինչի extend է եղել ժամանակի ընթացքում, այսինքն 6 տարվա մեջ ինչքան որ ես հասցրել եմ ծանոթանամ եւ HR համակարգի հետ եւ ընդհանուր բիզնեսը ոնց է զարգանում,
Փորձեմ այդ ամեն ինչից կոփի մեջ sense արագ ներկայացնեմ ինչից ենք նախ խոսելու, ինչի համար է անալիտիկան այդքան կարևոր է HR-ի համար։ Շնորհակալություն շատ։ Մերսի Մարտին ջան։ Ինչից ենք խոսելու։ Հիմնականում, քանի որ ֆորմատը վեբինարային է եւ ժամանակային սահմանափակում կա, չենք կարող շատ խորանալ, որոշ հարցերում բավականին մակերեսներում եւ ինֆորմատիվ մակարդակի վրա ենք մնալու, սակայն որոշ հարցերում էլ կարողանալու ենք բերենք մեր փորձը ու ներքին հայացք կիսենք կոնցեպտների, քննարկված թեմաների վերաբերյալ։ Սկսենք կարևորությունից, առհասարակ ինչ է կատարվում աշխարհում այս դիսցիպլինում, հա, HR անալիտիկայում, վերլուծությունների ոլորտում եւ ինչ կարևոր շարժեր են տեղի ունենում, ու սա կփորձենք անենք տվյալահեն, այսինքն տարբեր տենց ստատիստիկ լավ թվեր ենք բերել, թե ինչու է սա կարևոր HR-ի համար եւ առհասարակ բիզնեսի համար։ Բիզնես մի հասկացեք միայն կոմերցիոն բիզնես, NGO-ն էլ, հա, մենք NGO-ի հայրենը դժվարանամ ասեմ, NGO-ն էլ նպատակ որոշակի բիզնես նպատակ ունի, ամեն դեպքում ինքն էլ պիտի գումար գեներացնի դոնորներից կամ, չգիտեմ, տարբեր կառույցներից, որպեսզի կարողանա իր գործը անել։ Այսինքն, բիզնես հենց նկատի չունենք կոմերցիոն կառույց, երևի ավելի ճիշտ կլինի ասել organizational viewpoint, այսինքն կազմակերպական հայացք։ Հետո ես կխոսեմ People Analytics Function-ից, եթե դուք նկատեցիք, որ մինչև հիմա ասում էի HR անալիտիկա, հիմա սկսեցի ասել People Analytica, պատահական չի սա։ Ահա, մի քիչ հետո մենք այս տերմինների խաղը մի հատ իրար հետ կհասկանանք, ինչի ենք երբեմն ասում HR Analytica, People Analytics, ինչ նշանակում Data Driven HR եւ այլն, հա, եւ ինչով են իրանք տարբեր իրարից, ինչով են նման, ինչով են տարբեր։ Հետո Մարտինը կներկայացնի ինչ լավ պրակտիկաներ կան, երբ որ դատան ուզում ես հավաքես, հա, շատ են մեզ հարցնում, բա որտեղից սկսեմ, բա ինչ անեմ, բա եթե զրոյական վիճակում եմ, ընդհանրապես չկա անալիտիկ ֆունկցիան։ Միշտ մենք մեր կուրսերի մեջ էլ կապ չունի 15 րոպե կապ չունի այդ խորքային կուրսը, թե մենք 15 րոպե ինչ որ մեկին կոնսուլտացիա ենք անում, մենք փորձում ենք գետնի վրա կանգնած մնալ ու տենց շատ չգիտեմ, շատ over-արդիական ու ամերիկյան ինչ-որ կոնցեպտներ չներկայացնել, որոնք որ Հայաստանի իրականության հետ կապ չունեն, որոնք որ մարդիկ ուղղակի YouTube-ի վիդեոյի նման կլսեն ու կանցնեն առաջ։ Դրա համար մենք փորձել ենք այս խորհուրդների մեջ շոշափելի հստակ բաներ ասել, թե ինչ կարաս անես, եթե Հայաստանում ես, եթե առաջին անգամ ես բախվել HR անալիտիկա ներդնելու հարցին կամ եթե ունես արդեն, բայց ուզում ես լավացնես։ Մի խոսքով այդ միջազգայինն ու լոկալը փորձում ենք անընդհատ բոլոր ծրագրերում բալանսավորենք, այս օրը բացառություն չի։ Մարտինը կներկայացնի ինչ գործիքներ կան եւ ոնց որոշեք որ գործիքն է ձեզ համար, հա, ինչ գործիքակազմ եք ուզում օգտագործեք HR անալիտիկայի համար եւ վերջում Q&A հարց պատասխան։ Վերջում անպայման անդրադառնալու ենք հարցերին, բայց ընթացքում էլ պաուզաներ ենք անելու, ասենք իսկ օրինակ այսքանից հարցեր կար, թե չէ։ Ես կխնդրեմ նաև բանը հասարակական կազմակերպություն Կարենի ինձ հուշեց, որ NGO-ն հասարակական կազմակերպության մերսի շատ, ուզում էի խնդրեի, որ Zoom-ին ուշադիր լինենք, Zoom-ի չաթին, որտեվ այնտեղ Սերժը լավ բաներ ա կիսվել, նայենք, ընթացքում էլի ինչ-որ մեսիջներ կարծեմ նախատեսված է, ընթացքում չաթը բացեք, եթե տեսնում եք մեսիջ կա։ Այս թե ինչ է այսօր սպասվում։ Ու եկեք միանգամից սկսենք, տեսնեմ քանիսն է ժամը, անց 20, ինձ թվում է մենք 9:30 վերջացրած կլինենք, այսինքն մի ժամ 10 րոպեից բուն ներկայացուցչական կտորը վերջացրած կլինենք։ Ուրեմն եկեք մի հատ այս բանը սլայդը միասին կարդանք եւ իրան թարգմանենք, հա, ինչ է արնից ներկայացնում HR անալիտիկան։ HR անալիտիկան հնարավորություն է տալիս HR մասնագետներին ու եկեք չսպეციფიკացնենք ինչ մասնագետի մասին է խոսքը։ Recruiter-ը, Comp&Ben-ը, HR generalist-ը, business partner-ը, էական չի։ HR մասնագետներին օպերացիոնալ որոշումների կայացումից գնալ դեպի ստրատեգիկ որոշումների կայացում։ Այսինքն ամենօրյա որոշումների կայացման մեջ ներդնել ստրատեգիկ նոտա եւ մի հատ նոր ռազմավարական մակարդակի դուրս գալ HR անալիտիկան կիրառելով։ Ռազմավարական մակարդակի դուրս գալու համար պարտադիր չի, որ ես լինեմ HR ղեկավար։ Ես կարող եմ նաեւ ռազմավարական որոշումներ կայացնել, երբ որ ես junior recruiter եմ։
սկսնակ հավաքագրման մասնագետ եմ։ Այսինքն սա իմ ամեն օրվա գործի մեջ ռազմավարական բան շողք նետելու մասին է, ոչ թե այս ռազմավարական դեր ստանձնելու մասին։ Եվ ինչ եմ անում, տակը, հա, կուլիսներում ինչ է կատարվում, ես օգտագործում եմ դատան, կիրառում եմ դատան, որպեսզի իմ տաղանդների հավաքագրման, աշխատակիցների փորձառության եւ առհասարակ այդ workforce planning-ը, աշխատակազմի պլանավորման process-ներս լավացնեմ։ Եթե այլ բառերով ասեինք, հա, եթե ես մի պահ այս գրքային տերմինը մի կողմ դնեմ, ես կասեի, որ HR անալիտիկան HR ցիկլի բոլոր էտապներում, սկսած աշխատանքի ընդունումից ավարտած աշխատանքի ցիկլի փակում, որը որ exit-ն է, հա, ավարտ, բոլոր էտապներում թույլ է տալիս անել երկու բան։ Մեկը չլինել կույր, փակ աչքերով որոշումներ չկայացնել, եւ երկրորդ լինել ռազմավարական։ Եվ այստեղ ռազմավարությունը կիրառել որպես մոտեցում մեզ համար։ Հիմա մի քիչ եկեք անդրադառնանք տերմիններին, հա, անընդհատ սլայդը սկսում է, որովհետև առաջին անգամ եմ Chrome-ում սլայդ բացում, բայց ինձ թվում է մի քիչ էլ սենց հետո առաջ կանեմ ու արդեն կհարմարվեմ իր հետ։ Okay։ Երեք բառի ենք հանդիպում, երբ որ մենք խոսում ենք մռկա անալիտիկայից։ Вообще, այս ոլորտից, հա։ Առաջին data driven HR։ Էս էի ասում, որ մեզ կարևոր է, որ մենք տերմինները ճանաչենք։ Data driven HR-ը ինքը դիսցիպլին չի, ինքը մոտեցում է, strategic approach-ը, մոտեցում է, որ իմ HR-ի ցանկացած բան իրականացնեմ դատան հաշվի առնելով։ Ասում ես, ոնց որ ասես դու ռազմավարական ես, թե դու ռազմավարական չես, դու արդիական ես, թե արդիական չես, դու միջազգային տենդենսներով ես աշխատում, թե լոկալ տենդենս, նույն կերպ կասենք դու data driven ես, թե չես, այսինքն դատաները քեզ համար կարևոր են, թե չէ, եւ այստեղ ֆոկուսը ամեն ինչն է, մենք կարանք ինչ-որ գրվածա ջնջենք եւ գրենք everything, այսինքն ամեն ինչ, ինչ որ ես անում եմ HR-ի մեջ, կապ չունի իմ առաջադրանքը մշակույթի կարգավորում, ձևավորումն է, թե իմ առաջադրանքը HR թիմի ղեկավարումն է, դատային ուշադրություն դարձնում եմ, թե չէ։ Ուրեմն ինչ է սա մոտեցում է։ HR անալիտիկան ու people անալիտիկան իրար շատ նման, բայց նաև էական տարբերությամբ հասկացություններ են։ Առաջինը, եթե մենք ժամանակագրական հերթականությամբ նայենք, առաջինը եկել է HR անալիտիկան, այսինքն բուն HR-ական հարցերում տվյալների վերլուծության կիրառումը, հետո ինքը այնքան է մեծացել ու արդեն այս պահից սկսած մենք խոսում ենք ավելի շատ Արևմտյան Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ, հա, այնքան է ինքը մեծացել, որ HR-ից տարանջատվել է եւ ինքը արդեն սկսել է վերաբերվել ոչ միայն կատարողականի կառավարմանը, ոչ միայն բուն աշխատողների գոհունակության մակարդակի բարձրացմանը, որը որ ստանդարտ անալիզիկ հարցեր են։ Ինքը սկսել է առհասարակ վերաբերել ամբողջ կազմակերպության, այսինքն միկրոից դարել է մակրո, մեծացել է, ամբողջ կազմակերպության աշխատակազմի վարքի վերլուծությանը եւ այդ վարքի վերլուծության մեջ արդյունավետության հասնելը։ Օրինակ, ինչպես են սպասարկման եւ վաճառքի թիմերը իրար հետ համագործակցում եւ այս համագործակցային կապերի մեջ ինչ հետաքրքիր տվյալներ կարամ դուրս բերեմ, հեսա մի քիչ հետո անալիտիկայի տեսակներից կխոսենք, որ կարենամ այս երկու համագործակցությունը դարձնեմ արդյունավետ։ Օրինակ, եթե HR անալիտիկայում ես կկենտրոնանամ մի դեպարտամենտի աշխատակիցների գոհունակության վրա, ասենք օրինակ, ստեղ հայտնի տվյալ կա, ասում են սպասարկման դեպարտամենտում աշխատակցի կյանքը կարճ է, հա։ Այդ որտեղից են դուրս բերել, այդ ուղղակի ուսումնասիրել են, թե տարիների ընթացքում մարդիկ տարբեր ընկերություն սպասարկման դեպարտամենտներում ինչքան են աշխատում։ Այս HR անալիտիկայի թեմա է։ Բայց եթե ես ուզում եմ հասկանամ իմ կազմակերպությունում հաշվի առած իմ բոլոր սպეციფիկաներն ու յուրահատկությունները, ես այս տվյալը ոնց կարամ ծառայեցնեմ արդյունավետության, ու ես գիտեմ, որ ես արդեն երրորդ անգամ եմ խոսում արդյունավետությունից, դա նորմալ է եւ դա ամենակարևոր բառն է այսօրվա մեր ամբողջ ներկայացման, ապա գնում եմ people analytics-ի դաշտ։ Ու մի հատ էլ կարևոր տարբերություն իրենք ունեն, որը որ հիմա կա, որ իդեալականում people անալիտիկան HR ֆունկցիայի տակ չի։ Ինչի եմ ասում իդեալականում, այս իդեալական բառը կհանեի, եթե Հայաստանում չլինեինք։ Եթե Հայաստանում չլինեինք, օրինակ
Ռուսաստանում էլ ես ասացի Արևմտյան Եվրոպա, Միացյալ Նահանգներ, բայց Ռուսաստանն էլ բավականին, քանի որ իրենց մոտ մասշտաբները ամեն ինչ շատ մեծ է, ընկերությունների քանակները, աշխատակիցների թվերը, սպառողների քանակը ամեն ինչ շատ մեծ է, այնտեղ էլ вообще անալիտիկան բավականին լավ առաջ է գնացել։ Հիմա թե մենք այս նույնը քննարկենք, օրինակ Ռուսաստան կամ նշած կետերում, այս ideal բառը կհանեինք, բայց խեմ հիմա թողել, խեմ ասում իդեալականում, որ չմտածենք, որ դե լավ, եթե չունեմ people անալիտիկայի ֆունկցիա, ուրեմն կարամ էլ չսկսեմ։ Մեզ համար կարևոր է, որ մենք հասկանանք, սա ամենավերջն է, ոնց որ ամենահասուն կետն է HR անալիտիկ process-ի, բայց միջև էս ճանապարհը, որ մենք պետք է անցնենք։ Ու մի բան, որը որ էլի ճանապարհի մասին է, թե ինչ 3 ալիքներ կան people analytica-ի, այսինքն ինչ 3 ալիքներով է ինքը անցել։ Մի հատ պետք է մտածել մենք Հայաստանում որ կետում ենք, ինձ թվում է մենք Հայաստանում դեռ օպերացիոն հաշվետվողականության կետում ենք, հա։ Որոնք են այդ ալիքները։ Առաջին ալիքը սկիզբն է, դուք ալիք հասկացեք զարգացման ալիք, նաև իր տակ դրեք ժամանակագրություն, այսինքն ըստ ժամանակի են իրենք այս ձևով աճել։ Առաջինը, որ կա արդեն people analytics այս տերմինը օգտագործենք, այդ օպերացիոն հաշվետվողականություն կամ օպերացիոն հաշվետվություններն են։ Այդ ինչ որ ես ասացի օրինակ տարիներ առաջ, երբ որ իվենթ էի կազմակերպում, մարդկանց գոհունակությունը չափում էի, պարզագույն HR մետրիկաներն են։ Մետրիկան, ովքեր որ գուցե մեր ունկնդիրների մեջ սկսնակ մասնագետներ կան, իրենց համար ասեմ, մետրիկան դա չափորոշիչ է, թարգմանեցի հենց նոր չբացատրեցի, մետրիկան դա ինչ որ լամպոչկա է, որը որ մի երևույթի վերաբերյալ վառվում է, եթե ինքը կարմիր է վառվում, ուրեմն մի բան այն չի, եթե դեղին է նախազգուշացումը, եթե կանաչ է, ուրեմն ամեն ինչ լավ է։ Օրինակ, եթե անցած տարվա նկատմամբ քո աշխատակիցների հոսունության ցուցանիշը իջել է, ամենայն հավանականությամբ քո արդեն այդ հոսունության ցուցանիշ մետրիկատ կամ կանաչ կվառվի կամ դեղին, որ հələ անելու բան կա, կանաչ որ ապրես, դու քո մտքին դրածին հասար, որ 1 տարվա մեջ օրինակ հոսունության ցուցանիշը իջացնելու ես։ Այն պարզագույն, այն հեշտ մետրիկաները, որոնք որ կան, ու ի դեպ մի բան էլ այն մասնագետների համար, ովքեր որ նոր են սկսում կամ նոր են սկսում յուրացնել անալիտիկան կամ HR-ում են նոր սկսում կամ անալիտիկայում նոր, բացարձակ պարտադիր չի, որ այս մետրիկաները անգիր իմանալ, հա, որովհետև նախ մետրիկաները հնարավոր է հորինել, դու քո դատայի հետ լիքը կարաս խաղաս եւ մետրիկա դրա տակ հորինես, եւ երկրորդ, էսենա ինչ որ Google-ում շատ սիրուն ձևով կա դրված է եւ արդեն ChatGPT-ն էլ ChatGPT չասեմ, կարող է ուրիշ գործիք եք օգտագործում, բայց արդեն AI-ական գործիքներն էլ մեզ օգնում են այդ մետրիկաները գտնելու, ձևավորելու, վերլուծելու ճանապարհին։ Ուրեմն առաջի ալիքը սա է եղել։ Երկրորդ ալիքը մենք արդեն ավելի գրագետ, ավելի հասուն անալիտիկայի մասն ենք խոսում, երբ որ մեր տվյալները սկսեցին մեզ օգնել կանխատեսել ապագան, հա, օրինակ մենք սկսեցինք վերլուծել ու մենք ասելով իր առաջին ոնց որ պիոները եղել է Google-ը, Եվ իրենց head of HR-ը Լազլո Բոկ վստահ եմ, ովքեր որ ոլորտից են, հաստատ այս անունը գոնե մի անգամ լսել են, եթե չէ, իր գիրքն էլ կարդացեք, խնդրեմ Սերժին չաթում դնի այդ հղումը այդ գրքի։ Առաջին պիոները իրենք են եղել, որ իրենք փորձարկեցին եւ ուզեցին հասկանան, թե ինչ performance driver-ներ է ընկած, այսինքն ինչ ուժեր է ընկած բարձր կատարողականի հետևում։ Ու փորձեցին հասկանան ինչն է օգնում մարդկանց լավ կատարողական ունենալ եւ վերացրեցին այն հայտնի կարծրատիպը, որ վատ կատարողականով մարդկանց պետքա գործից հանել։ Իրանք ասին բանը անգլերեն հենց լավն է ասում է bad performance is not a death kiss, վատ կատարողականը բան չի, մահվան համբույր չի նշանակում մենք մարդուն պետքա գործից հանենք, ընդհակառակը մենք պետքա հասկանանք ինչ ֆակտորներ է ընկած լավ եւ վատ կատարողականի հետևում, լավերին պահենք խոշորացուցի տակ, դա ավելի մանրամասն վերլուծենք եւ հասկանանք ոնց կարանք տարածենք այլոց շրջանակում, իսկ վատերին օգնենք։ Նու լավ ու վատը հարաբերական, հա, եկեք ասենք բարձր եւ ցածր կատարողական։ Պիոները իրանք են եղել, առաջիններից են եղել, որ այս advanced analytics-ը կիրառել են, հա, ավելի հասուն անալիտիկան։ Եվ վերջում ստրատեգիկ արդեն people analytics ռազմավարական, թե okay, մենք գիտենք մետրիկաները,
այդ լամպոչկեքը վառվեց, դեղին կանաչ կամ կարմիր։ Հիմա գիտենք նաև ապագայի որոշակի կանխատեսումներ, ասենք, բանը 3 տարի շարունակ վերլուծել ենք եւ գտել ենք, որ այն մարդիկ, օրինակ, ովքեր որ պայմանական հաճախ են ճանապարհորդում, շուտ են գործից դուրս գալիս, օրինակ, հա։ Բա հիմա ինչ եմ անում սրա հետ։ Ինչ եմ անում սրա հետ, եւ երկրորդը, բացի նայած, որ ինչ եմ անում սրա հետ, ոնց եմ ես դատას ծառայեցնում նրան, որ իմ բիզնեսը արդյունավետ լինի, ինչի ասեցի արդյունավետությունը ամենակարևոր բանն է, որտեվ ինչ անում եմ արդյունավետության համար, արդյունավետությունը իր բոլոր շերտերով, արդյունավետություն մենակ շատ վաճառելը չի, արդյունավետություն մարդու կարիերայի աճ, արդյունավետություն թիմային համագործակցության արդյունավետություն, մշակութային ինտեգրման ծրագրերիս արդյունավետություն։ Մի խոսքով, ոնց անեմ, որ այս ամեն ինչը բիզնեսին օգնի։ Այս 3 ալիքներն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում People Analytics-ը Strategic People Analytics ֆունկցիայում է, որպեսզի դուք դա ստուգեք, հա, կարող եք ինքներդ հասկանալ, մի հատ օրինակ ցանկացած կարիերայի հարթակ գնացեք, որ կա ԱՄՆ-ում եւ այնտեղ գրեք People Analytics Manager կամ Head of People Analytics, հաստիքներ ունեն արդեն, որ բացառապես վերաբերվում է անալիտիկային եւ սենյոր հաստիքներ են։ Մենք Հայաստանում ինձ թվում է առաջի ու երկուսի արանքում ենք։ Ես միշտ ասում եմ, շատ ուրախանում եմ, որ գնալով էլ ավելի շատ մասնագետներ են խոսում People Analytics-ից, հա, ու Հայաստանում դեռ HR անալիտիկ կա, որ ճիշտ է, մենք Մագնուսում առաջինը դրեցինք, բայց ես հիմա չեմ կարող ասել, որ մենակ մենք ենք, որ այդ ծրագիրը ինտեգրել ենք։ Ինչքան HR training տեսել եմ, ամեն մեկի մեջ մի փուճուրիկ թեկուզ անալիտիկայի անդրադարձ կա։ Այդ իսկ անդրադառնում են, որտեվ պահանջարկը կա։ Ինչը որ նշանակում է, որ այս ոլորտը չնայած երիտասարդ լինելուն մեզ մոտ Հայաստանում, բայց լավ քայլեր է իրականացնում դեպի ռեալիզացվելու, դեպի էլ ավելի լավ իրականանալու, իրագործվելու ավելի ճիշտ։ Այս 3 ալիքները եւ այն ինչ որ ես ասացի, որ People Analytics-ան այլևս HR անալիտիկայի ֆունկցիա չի։ Հիմա միջև անցնելը վային ես մի պա գամ չաթ, տեսնեմ դուք ինչ որ հարցեր ունեք, թե չէ, այսքանից հարցեր կա։ Տվյալահեն management։ Օգնում եք ինձ թարգմանության հարցում։ Տվյալահեն բառը ինձ Անուշ Վասիլյանն է հուշել, իդեպ մեր Մագնուսյանը, միջև իրա ուրիշ ձև է ասում, ուրիշ կերպ է այդ տերմին ասում, սխալ է ասում, բայց չեմ շուտ ոնց է ասում։ Ամեն դեպքում սիրուն բառ է, տվյալահեն։ Հարցեր չունեք, տեսա որ չունեք, մի հատ էլ ամեն դեպքում մասնակիցներին նայեմ, չէ, ձեռք էլ չունեք։ Okay, դե եկեք շարունակենք։ Հիմա եկանք why-ին, ինչու-ին, ինչա ինքը կարևոր։ Մենք վերջում աղբյուրները դրել ենք, բայց մենք աղբյուրներն էլ չդնենք, դուք ուղղակի որ ինքներդ փնտրեք, օրինակ գրեք HR-ի վերլուծություններ, HR analytics, interesting facts about HR analytics կամ about people analytics, լիքը սենց փաստեր ա բերում, կարող է միտեղ 29% ա գրած, միտեղ 32, բայց ընդհանուր գաղափարների շուրջ արդեն բոլոր ոնց որ այդ HR research կամ բանը հայերեն ասեմ, ուսումնասիրող ընկերություններ, ովքեր ուսումնասիրություն են անում, հիմնական այս փաստերի շուրջ հաշտության են եկել, որովհետև ամեն մեկը տարբեր կերպերով դուրս է եկել այս փաստերի վրա։ Ինչ փաստեր կան, եկեք արագ նայենք, որ օրինակ արհեստական բանականությունը համալրման ժամանակահատվածը քչացնում է 50%-ով։ Ժամանակահատվածը, եթե մենք վերածենք գումարի, մենք կարանք ստեղ հասկանանք ինչքան խնայում ենք անում գումարի, որովհետև առնվազն երկար համալրման վրա մենք 2 գումար ենք ծախսում, մեկը մեր հավաքագրման բուն ծախսը, օրինակ հավաքագրման մասնագետի աշխատավարձ, օրինակ, կամ այն գովազդները, որ մենք պետքա նորից միացնենք, որտեվ երկար է տևում այդ ամեն ինչը, պլյուս դա կոչվում է հնարավորության ծախսը opportunity cost, թե ինչքան է մեզ վրա արժենում այն, որ հլը այդ մասնագետը չկա, այսինքն ինքը ինչքան օգուտ կարար բերեր, ամենալավը վաճառքով է երևում։ Այս մարդը որ միանար, արդեն մենք 500,000-ի վաճառք կունենայինք այս ամսից, բայց քանի որ ինքը չի միացել, դա այդ համարվում է ծախս։ Ուրեմն, այստեղ մենք
վստահ կարող ենք ասել, որ բացի համալրման ժամանակահատվածից, նաև արհեստական բանականությունը եւ իր հետևում կանգնած տվյալների վերլուծություն եւ իր հետևում կանգնած machine learning-ը, մեքենայական ուսուցումը իրենք լավացնում են համալրման process-ը, արագացնում են ու նաև փորձում են որոշակի ծախսերի կրճատում անել։ Մյուսը, որ այն ընկերություններում, որտեղ կան, ուստեղ այս օբյեկտիվ բառի տակ եկեք սենց գծենք մի հատ, հիմա կասեմ ինչու, այն ընկերություններում, որ կան օբյեկտիվ տվյալ կատարողականի կառավարման մետրիկաներ, կատարողականի չափման մետրիկաներ, իրենք բերում են ավելի շատ առաջխաղացումների, մարդիկ կարիերայի աճ ընկերության ներսում 30% ավելին են ունենում, եթե գիտեն ոնց են չափում իրենց կատարողականը։ Ինչի ասեցի օբյեկտիվության տակ գծել, որովհետև ամենամեծ ցավը կատարողականի կառավարման սիստեմներում դա սուբյեկտիվությունն է։ Տարբեր բաներ են անում, նույն սիրելի Google-ը նորից իրանց օրինակ բերեմ, իրենք գնահատում են հորինել, այսինքն մի հատ Անին մենեջերն է ինքը իր թիմին գնահատեց, մի հատ էլ, չգիտեմ, օրինակ Մարտինն էլ մյուս բաժնի մենեջերն է, ինքը չի տեսնում դա Անիի գնահատականն է եւ Անին ում է գնահատում, ուղղակի նայում է կատարողականը, նայում է Անիի անցկացրած գնահատումը եւ գնահատական է տալիս սրան, այն ինչ որ Անին գրել է։ Փորձում են էլի դրանով օբյեկտիվությունը բարձրացնել կատարողականի գնահատման process-ներում։ Մի խոսքով, այնտեղ որ այս գնահատման process-ը դրված է իրական օբյեկտիվ աշխատանքի հետ կապված չափորոշիչների հիման վրա, այդտեղ 30%-ով ավելի շատ են ընկերությունում առաջ խաղացումները։ Absenteeism-ը դա բացակայությունն է, այսինքն եթե մենք կարողանում ենք կիրառենք անալիտիկան, տվյալները կարողանում ենք կիրառենք եւ ծառայեցնենք վերլուծելու, թե ինչու են մարդիկ բացակայում, իդեպ բացակայության տակ մոտեցումները տարբեր են, կան որ արձակուրդները մեջ մտցնում են, կան որ չեն մտցնում, իմ կարծիքով արժի մտցնել, որովհետև արձակուրդն էլ է ընտրություն, դու գնաս արձակուրդ, թե չէ։ Չնայած Հայաստանում արդեն էլ ընտրություն չի, արդեն օրենք սկսել է պահանջել։ Տեսեք մի հատ սպეციფիկա, որ պիտի հաշվի առնել։ Մի խոսքով, այնտեղ որ կիրառվում են տվյալները վերլուծելու մարդկանց հաճախելիությունը եւ դա փորձում են կապել իրենց լավ լինելու հետ, well-being-ի հետ, այսինքն ինչն է ազդում նրա վրա, որ մարդը իրեն լավ զգա եւ առողջ զգա եւ կյանք եւ գործ հավասարակշռվածություն ունենա, այստեղ իդեպ ես սխալ եմ գրել, այս սլաքը պետքա ներքև լինի, ոչ թե մեծացնում է բացակայությունները, այլ քչացնում է բացակայությունները, հա, եւ մենք ունենում ենք ել ավելի ասենց շատ առօրյա լեզվով ասած գործին կպած հետևողական անձնակազմ։ Դեռ շարունակենք այս վայերը, էլի հետաքրքիր թվեր են ինձ թվում կուզենաք իմանաք, որ ես այս սլայդից այս երկուսն էի ֆիքսել, իդեպ այս տվյալները Մարտինն է տվել, երբ որ տենց ամբողջ շարքը տեսա, այս երկու թիվը ֆիքսեցի եւ ուզեցի դուք էլ այս երկու թիվը ֆիքսեք, որ 17%-ով ավելի շատ արդյունավետություն եւ 21%-ով ավելի շատ profitability-ին երևի ասենք շահույթ բերել, հա, այդ բառը հələ որ ինձ օգնեք շահութաբերություն, հա, 21%-ով ավելի շահութաբերություն։ Սերժ, իդեպ հիշես այն բանը ուղենք, էլի, այս նախորդ սլայդի սլաքը իջացնենք ներքև այն բանի տակ, absenteeism-ի տակ։ Այս երևի որպես բիզնես փոքր բիզնեսի ղեկավար կասեմ, տենց եսի ինչ մեծ բիզնես չի իմը, Մագնուսը ընդամենը 6 տարի է որ գործում ենք, եւ ես համարում եմ, որ ես դեռ սկսնակ ձեռներից եմ, բայց մի բան, որ ցանկացած ղեկավար, կապ չունի, բիզնեսի ղեկավարները առհասարակ, բայց ցանկացած HR ղեկավար, ցանկացած բաժնի ղեկավար, կարամ նաև վստահորեն ասեմ ցանկացած HR մասնագետ, որ երեկոյան գիշերը քնում է, հա, երազում է այն մասին, որ ինչ որ կերպով հասնի նրան, որ ունենա բիզնեսում ավելի շատ շահութաբերություն, ավելի շատ գումար գեներացվի եւ դրա ետևում կանգնած լինի ավելի շատ արդյունավետություն։ Արդյունավետություն process-ների տեսքով, արդյունավետություն թիմի տեսքով, մարդկանց տեսքով էական չի, էլի, մենք կուլիսներում ինչ ենք կանգնացնում, տվյալ ընկերություն, ճիշտ բոլորը սպეციფիկ են, ամեն ընկերություն իր սպეციფիկան ունի, բայց ընդհանուր առմամբ այս թվերը բավականին լուրջ են։ Պատկերացու դու կարաս ունենաս մի մոտեցում, որի արդյունքում համ արդյունավետություն բարձրանա, համ շահութաբերություն բարձրանա եւ բարձրանա միջնում 20%-ով։
Ստեղ էլի փոքրիկ տվյալներ կա, թե անալիտիկան ոնց է օգնում, երկար չկանգնեմ, դուք կկարդաք, ամեն դեպքում, եթե երկու տվյալ հիշեք, այս մեր այսօրվա հանդիպումից ես կուզեմ հիշեք այս երկուսը, որ people անալիտիկայի ֆունկցիան գրագետ դնելու արդյունքում մենք կարողանում ենք միջինում 20% արդյունավետության և շահութաբերության հասնել մեր ընկերություններում։ Այս արդեն նշեցի, կարծես թե, հա, ու մի քանի հատ էլ էլի սենց հիմնական արագ գաղափարներ, թե ղիա ինքը կարևոր, եթե մեր տվյալները, եթե մեր որոշումները կույր չեն, ինտուիտիվ չեն, իդեպ ընդհանրապես չեմ ուզում արժեզրկեմ, գուցե մարդիկ կան, ովքեր որ հոգեբանական բեքգրաունդ ունեն, կամ մարդիկ կան, ովքեր որ հիմա իրանց մտքում ասում են, անի, բայց ինտուիցիան լավ բան ա, դու ինչի ես անդադ ասում զգալով որոշումներ չկայացնել։ Տեսեք, մասնագիտական ինտուիցիան էլ ինքը փորձի արդյունքում է ձևավորվում, ես բնավ չեմ ասում ինտուիցիան գոյություն չունի, կամ երբեմն մենք չենք տեսնում մարդուն ու իրոք զգում ինքը մեր կադրնա թե չէ, սենց, բայց ամեն դեպքում զգալու վրա պետք չի որոշումներ կայացնել, հա, ամեն դեպքում մեր որոշումները հələ կյանքի չեմ ասում, կազմակերպության մասն եմ խոսում, լավ կլինի, որ տվյալների վրա հիմնված լինեն, որտեվ ստեղ ուղղակի մեր սխալները քիչ են եւ մենք ավելի խելացի ենք մեր քայլերի մեջ։ Առնվազն գիտենք գոնե մեզ համար կանխատեսելի է, թե եթե սխալվենք, որտեղ կսխալվենք։ Ուստի, հա, մասնագիտական ինտուիցիան գոյություն ունի, հա, ես էլ եմ հաճախ ասում, ես զգում եմ կամ գիտեմ, էլի մի տեղից գիտեմ, չեմ կարող բացատրեմ, բայց դրա վրա որոշումներ չեմ կայացնում, ոչ համալրման, ոչ առավել եւս աշխատավարձի, ինչ որ մի հատ հարց է, որտեվ ֆինանսական հարցեր են, ինչ որ առնչվում է մարդու գրպանին, բոլորս այդտեղ շատ ավելի սենսիտիվ ենք, զգայուն ենք։ Մի խոսքով, մասնագիտական ինտուիցիան լավ բան է, բայց ինքը մեր հիմնաքարային կետը չի, որի վրա որոշումներ ենք իրականացնում։ Top talent boost productivity, այս մասին խոսեցի, էլ չկրկնվեմ։ Իջան ոնց որ հարց կա, ձեռք եմ բարձրացրել։ Կա, հա, այս էլ ավարտեմ, այս արդեն ասեցի, թե ինքը ոնց է ծախսերը կրճատում, հավաքագրման օրինակը մենք քննարկեցինք, բայց ընդհանուր առմամբ դու տվյալները վերլուծելով դու կարողանում ես տեսնես քո թերությունները ու քո սխալները որտեղ ես արել։ Դրա համար ես միշտ իմ ուսանողներին համալսարանի կամ տրեյնինգների ասում եմ մի տեսակ անալիտիկան, ոնց որ դու քո գլխին սարքես, որովհետև դու քո ամբողջ աշխատանքը բերում ես թափանցիկության դաշտ, բերում ես ջրի երես, ու այդ առաջին հերթին դու ինքդ ես անում քեզ համար, այսինքն կիրառես անալիտիկա թե չէ, առաջին հերթին այդ հարցին ինքդ քեզ պետքա պատասխանես, իսկ դու ուզում ես այդ բոլոր թերություններն ու խնդիրները միկրոսկոպի տակ տեսնես, այ անալիտիկան այդ միկրոսկոպն է, ու ես հիմա եկա ձեզ stop share անեմ մի պահ, լսում եմ, ով ունի հարց։ Անջան ինձնա, ողջույն։ Այսօր մեր պոդքասթն էի լսում սրանից առաջ կակրաս։ Ես էլ եմ այսօր հիշել պոդքասթը, սմուտնաս երբ այ ձեր դուրս գալու։ Շուտով, կներկայանաս Մայիս ջան, որ մարդիկ իմանան, ինչ պոդքասթ, ինչի մասին ենք խոսում։ Հա, բարի երեկո բոլորին, ես Մայիս Մարգարյանն եմ, ես քույր կամ եղբայր մասնագիտության ուղղությամբ եմ խորանում community management, որը եւս շատ մեծ կտորով պայմանավորված է տվյալների վերլուծությամբ, եւ ոչ թե այդքան հարց է տալի, այլ երկու բան եմ ուզում ասել, նախ մեծ սիրուն արտահայտություն կա, ինչը չի չափվում, չի էլ կառավարվում, բայց Անին ասում էր, որ չեմ ուզում արժեզրկեմ ինտուիցիա բան, սենց գնանք նեյրոֆիզիոլոգիայի դաշտ, մեր այս ճակատային հատվածում կան նեյրոններ, որոնք ակտիվանում են այն ժամանակ, երբ որ մենք հետևում ենք ուրիշներին, ոչ թե անում ենք, այլ հետևում ենք, հա, դրանից է զարգանում մեր էմպաթիան, ճիշտ հաղորդակցությունը, մեխանիկալ առաջ տեսնելը, ըստ էության ինտուիցիան, հա, ուրեմն այդ դատան ինքը ոնց որ հասկանում եմ, որ structured data-ի մասին չի խոսքը, հա, այսպես ոնց որ column-ներ, սյուներ, այստեղ բան նորմավորված բազաներ, բան, բայց ըստ էության ինքը այդ դատան անդադ հիշում է եւ սկսում է հասկանալ, ինչու՞ չէ նաեւ նմանվել,
այդտեղից է նաև առաջանում մի հատ երևույթ, որին մենք անվանում ենք կոլեկտիվ ինտելեկտ, մարդիկ այնքան են իրար հետևում, սկսում են իրար նմանվել, այսինքն նույն լեքսիկոնն են ձեռք բերում, նույն շարժումները, նույն ծիսական բաները, ուզում եմ ասեմ, ըստ երևույթին դա էլ է դատա, ուղղակի մեկնաբանության հարցն է, էլի, մեր այդ նեյրոնները այդ դատան հավաքում են, Այսինքն ինտուիցիայով զգալու մեջ էլ տվյալ կա, ուղղակի պետք է հա, ինտուիցիայի մեջ չթողես իրան վերցես, հասկացա, Մայիս ջան։ Ես այդ անունը ասեմ, ինքը 1990-ականների հայտնաբերություն է, իտալացի գիտական հայտնաբերել այդ նեյրոնների բանը, խորացեք, որովհետև բանը Անունը էլի մի հատ էլ կասես, ինձ էլ հետաքրքիր է։ զերկալնի նեյրոն է, հայլային նեյրոններ Այլային, բանը։ օքեյ։ Ինքը թույլ է տալի հասկանալ ոնց ենք մենք ուժեղացնում հաղորդակցությունը, էմպաթիան, այ ինտուիցիան, հա, ու ոնց ենք մենք առհասարակ սկսում իրար նմանվել։ Դու դատա է ըստ էության։ Okay, դե կարևորը ոնց որ այդտեղ էլ ինտուիտիվ չգտնվես, էլի ուշադրություն դարձնես այն բաներն էլ է, չէ, քոուչինգը, էմոցիոնալ ինտելեկտը, բան բոլոր այդ տեսությունների հիմքում ինքնաճանաչում է եւ քո էմոցիաների զգացածներին ուշադրություն դարձնելն է։ Ես չգիտեմ, մեր տրեյներները Անդրեյն էլ աստեղ Հակոբյան, Մարտինի ինչքանով սիրեցին մեր նորվա զրույցը, որ լրիվ էմոցիաների մասն էր, բայց լավ կոմենտ էր։ Մերսի, Մայիս ջան։ Կարենին էլ լսենք։ Կարեն Ազատյան։ Բարև ձեզ, իմ անունը Կարենն է, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, HR-ի հետ առանձնապես կապ չունեմ, բայց քանի որ մի երկու ընկերություն եմ ղեկավարում, հիմա մի քիչ ռեստруկտուրիզացիա ենք անում, ինձ այս թեման մի քիչ կարևոր է։ Իմ հարցս այն է, որ երբ խոսում ենք data analytics-ից, նույն ծրագրավորման կողմից նայելով, միանգամից ինտուիտիվ գալիս է, որ մեծ քանակի տվյալների հետ պետք է աշխատվի։ Այս որ հիմա պետք է ասեք ու այս ինչ որ լսում ենք, հա, ինչ կապի կազմակերպություններին են վերաբերում, օրինակ եթե կազմակերպությունը 5 հոգի է, արդյոք սա մասին արժի մտածել, թե ինչ որ մի հատ կետից հետո արժի մտածել, իմ հարցը դրան է վերաբերում։ Այս հարցին եթե թույլ տաք, ես պատասխանեմ։ Հա, լավ, դու ասես։ Ես մի քիչ ինձ թվում է ուղղակի բարև ձեզ Կարեն ջան։ Այս հարցը երևի իրավունք վերցնեմ ես պատասխանեմ, որովհետև հենց անալիտիկային էր ուղղված, այսինքն արժի անալիտիկա անել, թե չարժի ընդհանրապես։ Երևի որ մաքսիմում սենց ասած հակիրճ կապեմ այդ պատասխանը կլինի սենց իրականում կապ չունի 5 հոգի է կազմակերպությունում աշխատում, թե 1000, այդ ոնց որ լիքը տվյալ է մեկա գեներացվում։ Ու այդ լիքը տվյալի հիմքում ընկածային, որ ինքը պետք է համակարգվի, այսինքն համակարգված տվյալ պետք է լինի, որ այդ համակարգված տվյալից հետևաբար ունենանք համակարգված ճիշտ հետևություններ, իհարկե այդ արդեն անալիզի հարց է։ Դրա համար պատասխանը հա, իհարկե եթե 5 հոգի է, թեկուզ ինքը կարա ասենք Excel-ով աշխատի, Excel-ը ասենք լինի, չգիտեմ, ինչ որ 150 տող, բայց ինքը մեկը տվյալ է ու լիքը բան կարա պատմի, այսինքն տվյալների վերլուծությունը այդտեղ աշխատում է այլ է։ Ոնց որ եթե անհատի տեսանկյունից նայենք, եթե մեզ վերցնենք որպես օրինակ, այսինքն մենք կազմակերպությունը չենք, ուղղակի անհատ ենք, որը որ օրվա ընթացքում ինչ-որ գործում է ու էլի տվյալ է գեներացնում, ու քանի որ ցավոք սրտի մենք բոլորը սպառող ենք, եթե սպառողի տեսանկյունից նայեք, օրինակ ձեր հաշվապահությունը, չգիտեմ, այտենց օրինակ բերեմ, փորձեք այդ տվյալների ձևով հետևեք, կտեսնեք, որ անգամ ձեր պարագայում այդ պետքա լինելու, ասենք ինչ-որ միտեղ հավաքագրեն, այսինքն Excel, չգիտեմ, Google Sheet կամ դատաբազա անգամ դա արդեն տարիների ընթացքում։ Այսինքն այդ պարտադիր չի լիքը տվյալ լինի, որտեղ լիքը տվյալ իրականում միշտ կա։ Ուղղակի խնդիրը ճիշտ անալիզ անելու մեջ է։ Ես կարճ ասացի, չգիտեմ, եթե կոմենտներ կան, ուրախ կլինեմ լսեմ։ Ես մենակ մի բան լրացնեմ։ Կարեն ջան, դուք կմեկնաբանեք, օրինակ փոքր ընկերություններում է, դե Մագնուսի թիմն էլ է փոքր, մաքսիմում 15 հոգի ենք մենք, էլի փոքր process-ներ կարաս վերլուծես, արդյունավետ ես անում, թե չէ, օրինակ հավաքագրումը ճիշտ ես անում, թե չէ, թեկուզ ուշուշ ես անում, բայց միևնույնն է հավաքագրմանդ որակը որքանով է բարձր, երկրորդը փորձաշրջանդ ինչքանով է էֆեկտիվ, իսկ ինչքան ժամանակ հետո է մարդը լրիվ պատրաստ լինում գործի անցնելու, այսինքն ֆորմալ onboard-ը ինչքանով է տարբերվում ռեալ onboard-ից։ Մի խոսքով, sense ոնց որ նույնիսկ այն ամենա փոքր HR-ական process-ներում էլ, եթե մոտեցումը data driven լինի, ինձ թվում է միանշանակ կօգնի, էլի։ Որպես օրինակ Մարտինի ասացին։ Դա շատ շնորհակալ եմ։
Սիրով։ Okay, ոնց որ թե էլ ձեռք չեմ տեսնում։ Մեկ հարց կար Անի ջան, եթե ծոր դեմ Հա, չես, ուներ։ հա, Հա, չեմ անունը չի երևում, ես KPI տեսա։ մետրիկաներին ներդրման մասին էլ խոսակ, եթե ժամանակ լինի։ Որ մետրիկաների մի հատ է։ KPI KPI-ների, հա, չէ, ցավոք Արի։ KPI-ներին չենք կարողանա անդրադառնալ, ովքեր որ չգիտեն, ասեմ KPI-ը Key Performance Metrics-ներն է, այսինքն աշխատանքի չափման ցուցանիշներ, կրիտերիաներ, ցավոք չենք կարողանա, դա շատ մեծ է թեման ընկերներ, բայց եթե կոնկրետ հարց ունեք, կարող եք մի հատ ինձ LinkedIn-ով կամ Telegram-ով գրել, փորձեմ voice կամ կարճ Zoom վիդեո անեմ, ուղարկեմ, եթե կոնկրետ հարց է։ Իսկ եթե զուտ առհասարակին իրենց ինչա ներկայացնում կամ ինչ լավ մոտեցումներ կան, ցավոք այդ այսօր չենք կարողանա cover անել։ Նունե ջան, լսում եմ։ Ողջույն Անի ջան, ողջույն բոլորին։ Մի փոքր բան ունեի ասելու, հարց չի, եթե թույլ տաս։ Հա, շուտ։ Կատարակ, այո, ասեցիք, որ ինտուիցիային պետք չի միայն ապավինել եւ ինչու է կարեւոր ուրեմն տվյալների վրա հենվել, այստեղ ես հիշում եմ մի անգամ զրույցից դուք այդ մասին խոսել եք, հիմա միգուցե արժի կրկնել բայեսների մասին, հա, որ սովորաբար մեզ թվում է, որ մասնագիտական կամ փորձի վրա հենված ուրեմն զգայական աստիճանի ինչ որ բանա որ մեզ գալիս է, բայց իրականում դա բայեսներն են կամ հայերեն բառը չեմ հիշում, որոնց հետ կապված պետք է ուշադրություն լինի։ Խնդրեմ։ Բայես, Անաչուղական շեղումների հետ է երևի։ չէ, ինչական։ Հա, cognitive bias-ների մասին եմ խոսում, cognitive bias-ները։ Կողմնակալություն։ Կողմնակալություն, հա։ Որոնք ենթագիտակցական մակարդակի վրա են եւ ուղղից հիմա շատ ենք խոսում, հա, եւ փաստորեն այդ ենթագիտակցական մակարդակի վրա մեզ թվում է, որ ինչ որ մի բան է, բայց բարձում է, որ ուղղի ուրեմն Մեր բայեսն է, հա։ Այո, ուղղի թաքցրած այդ բաներն են, որոնք պետք է հասկանալ, վերանալ կամ հնարավոր է դրանցից զերծ մնալ։ Հա, իրոք մեր բանեկաս։ Նունե ջան, ձեզ պետքա քեզ պետքա հանդիպեմ, մեր Նունեներ խոսում, քանի որ նկարը չեմ տեսնում։ Ես հիմա մեքենայի մեջ եմ կարող միացնել նկարս։ Հա, всё, հիշեցի, okay։ Ողջույն։ Լավ, ողջույն։ Okay, դե եկեք վերադառնանք, Էլիզը մեր թիմի չաթում գրել է, ինչ լավ է, չէ՞ անցնում։ Այո, կարծում եմ, որ իրոք լավ է անցնում, կարևորը քննարկումային։ Հիմա սլայդս կորցրեցի։ Ահա։ Հետ կամ։ Так։ Zoom-ը։ Տեսնում եք իմ սկրինը։ Մի հատ մի պահ արագ ասեք, այո։ Այո։ Ահա, հրաշալի։ Ծանոթացեք, ինքը աղվեսիկն է, իմ կատուն է, չգիտեմ կատու սիրում եք թե չէ, բայց միշտ սենց գալիս է իվենթներին ինձ խանգարում, էլ չեմ պայքարում ուղղակի իր հետ, կփորձեմ նենց անեմ, քիչ խանգարի մեզ։ Արդյունավետության կետերը հիմնականում քննարկեցինք արդեն, հա, ինչներ մտնում այդ ինչու հարցի տակ, պիտի կիրառել թե չէ, եթե կարճ, հա, իմ վերջին 20 րոպեի ասելիքը արտացոլված է տվյալ սլայդում, որ people անալիտիկայի հետ դու շատ ավելի արդյունավետ ես եւ դու կարողանում ես outperform անես, այսինքն անցնես քո մրցակիցներին այն պարագայում, երբ որ իրենք չեն կիրառում կամ ուշադիր չեն դատային։ Մի խոսքով սա միանշանակ լավ է։ Եվ հենց այսօր պետք է սկսել մտածել, ոնց կարող եմ իմ աշխատանքի մեջ կամ իմ թիմերի կառավարման մեջ կամ իմ կազմակերպության կառավարման մեջ, կարենը քանի որ ասում եմ կազմակերպություններ ունեմ, էդ էլ նշեմ, կառավարման բոլոր օղակներում դնեմ սա, թեկուզ շատ փոքր, բայց կարողանամ այդ կիրառելիության կետին հասնեմ, որ ինչ որ մի հատ բոլծիկ թեկուզ փոխեմ, ինչ որ մի բոլծիկով թեկուզ սկսեմ։ Ու միջև խոսքը Մարտինին հանձնելը, ես այս վերջերս լսել եմ, թե ինչքան արդյունավետ է, երբ որ դու նյութի վերաբերյալ տեղում հարցեր ես տալիս, ստե երկրորդ հարցեր կալ հանեցի, դրա համար է 1-ից 3 գնում, որպեսզի մի պահ թարմանանք, եկեք չաթում ինձ գրեք,
հետևյալ հարցի պատասխանը կամ եկեք բարձր ասենք, չգիտեմ, ոնց կուզեք, եկեք բարձր ասենք brainstorm-ով, ինչ 3 ալիքներ կար people analytic-այի, ինչ 3 ալիքների մասին ես նշեցի։ Բասեք նորից կամ ձեզ։ Որն էր առաջին ալիքը, Սերժ դու չասես, որտեվ դու հենց նոր ինձ ուղարկեցիր, ենթադրում եմ դու գիտես։ Ինչ 3 ալիքներ էր, ասեք։ Վերջի երկուսի ճիշտն է։ Լավ, People analytics-ներ ու HR analytics-ներ, չէ՞։ Բայց հա, այդ առաջինը տեսակներն էր, այդ տեսակներն էր, որ այդ HR analytics-ից գնացել ենք people analytics, բայց հիշում եք, որ ասեցի Operational Այո, առաջինը operational-ն էր, որ ասեցի Հայաստանում առաջինի ու երկրորդի մեջ ենք։ Advanced analytics, հա, Այդ երկրորդը։ երրորդն էր։ Այո, առաջինն ու երրորդն մեջտեղին երկրորդը advanced analytics այդ երրորդն այդ էր։ երկրորդն էր Երկրորդն չէ էր։ վերջինը strategic analytics-ներ երրորդը Ճիշտ է։ Ես էլ առաջինը operational երկրորդը advanced երրորդը strategic Ալա, Привет Անջան համել տես ձայնից իմացա։ Այո, ճիշտ է, Սալցան։ Մյուս հարցն էլ տամ, այս Հյուբերմանի մոտ եմ լսել, ես այդ մարդուն այսքան եմ գովազդանում իմ բոլոր թոքերի ժամանակ, եթե չեք լսել, լսեք, ինքը բավականին թույն դեմք է, նեյրոբիոլոգիստ է։ Իր մոտ եմ լսել, որ նյութը լավագույնս ընկալում ես, եթե որոշ ժամանակում է քեզ տես անում այդ նյութի գիտելիքը։ Եվ երկրորդ հարցը, որքանով էր մեծանում ընկերությունների արդյունավետությունը, եթե իրենք կիրառում էին people analytic ֆունկցիան։ 17%-ն է Մինչև 20։ Եկամտաբերությունը 21%։ Այո, միջինում եկամտաբերություն արդյունավետություն 21%։ Այսքաններ, հա, ովքեր որ պետք է դուրս գան, մերսի, որ ասում եք, ուրախ էի, որ միացաք, ձեզ լավ երեկո օրվա շարունակություն, ռիքորդինգը կլինի, ու ես մյուտ լինեմ եւ իմ խոսքը արդեն հանձնեմ Մարտինին, որպեսզի ինքը խոսի գործիքակազմից ու թե ինչ լավ մոտեցումներ կան, երբ որ կիրառում ես անալիտիկան։ Մարտին ջան։ Ողջույն բոլորին, իմ ձենը ոնց է, օքեյ լսվում է։ Հա, ամեն ինչ շատ լավ է, վիդեոն էլ լավ է, այնպես Սուպեր, չնախանձենք սուպեր։ հարցակուրթին, փորձենք, չեմ Չեն խոստանում, նախանձելու բան չկա, այստեղ են շոկա չեք պատկերացնի։ Հա, չէ, Հայաստանի հողը լավ է։ Всё, էկրան։ Էկրանը share լինում է, չէ՞։ Okay։ Հա, վերջ, ես ստեղա։ Okay, անցնենք մյուս սլայդին։ Ընկերներ, ես կուզենամ խնդրեմ, որ եթե ինչ-որ հարց ունեք, երևում է էկրանը։ Ալո։ Այո։ Ուրեմն մի բանի վրա կանգնեցինք, որ եթե հարց ունեք, այդ հարցը կարող եք հենց այդ պահին տալ իրականում, առանց ինչ-որ ձեռք բարձրացնելու, եթե միավորների քանակը մեր շատ լինի, իհարկե հերթով ոնց որ բոլորս կլսենք, ուղղակի ես չեմ ուզենա, որ ասենք ինչ-որ նոթ անեք ձեր մոտ, հետո չտաք այդ հարցը կամ ասեք թե լավ անցավ այդ բա, եթե հարց ունեք, այդ հարցը անպայման տվեք, այդ չափից շատ կարևոր է։ Okay, գնացինք առաջ what are the best practices, այսինքն մենք խոսում ենք հիմա ինչ best practice-ի մասին։ Այն best practice-ի մասին ոնց ենք set-up լինում HR անալիտիկայով, այսինքն HR data collection ասվածն է, դե data collection-ը բնականաբար առաջի տրամաբանական step-ն է, բայց data collection մենք անում ենք, որպեսզի set-up ունենանք, ու այդ set-up-ի հիման վրա կառուցենք մեր հետագա արդեն չգիտեմ, dashboard-ները կամ Excel-ները կամ եթե ինչ-որ շատ advanced է, անգամ data բազաները, նմանատիպ պրակտիկաներ են լինում։ Ուրեմն ինչով է օգնում ընդհանրապես անալիտիկան, ոնց որ ինչի համար է մեզ պետք էլի։ Ես Անին շատ ուշադրի լսում էի ու երկու ոնց որ keyword sense ընկավ ականջիս, էլի։ Մեկը առաջինը արդյունավետությունն է, երկրորդը սուբյեկտիվ լինելու ռիսկը։ Այսինքն HR-ը շատ կարևոր ֆունկցիա է կատարում կազմակերպությունում ու եթե ինքը այդ ֆունկցիան կատարում է ու այդ կատարողականի արդյունքում ունի tool գործիքակազմ այդ ամեն ինչը measure անելու կամ ինչ-որ tool մետրիկաներ, բնականաբար այդ կազմակերպությունը ինչ-որ օր իմանալու է դրա մասին ու հաստատ ոչ պոզիտիվ իր առանցքից։ Այսինքն առաջինը, որ երբ որ դու ունենում ես data collection, HR analytics-ը ներդրված set-up արած կազմակերպությունում ունենում են clear goals։
Այսինքն ուղիղ հասկանում ենք մենք ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, որն են մեր ուժեղ ու թույլ կողմերը, սկսած recruitment-ից, մինչև ասենք training ու development, մինչև այն ամենավերջում ասենք անգամ exit poll, դա էլ է data. Know what you are measuring, focus on what matters. Այդ հիմնական նրա մասին է, այսինքն դատան էլի ինչ հավես բան ունի, շատ, այսինքն այդ թվերը իրականում մենք իրանց այդքան չենք սիրում թերագնահատում ենք, բայց իրանց հավես մասը այն է, որ մենք իրանց կարանք weight տանք, այսինքն ինչ որ process-ի տանք կարևորության 0.3 միավոր, ինչ որ process-ի տանք 0.7 միավոր կարևորության ու ընդհանուր կունենանք այդ կարևորության մեկի մեջ ամեն մեկի համար տարբեր share, այսինքն ստեղ էլ այս ոնց որ ապագայի համար եմ ասում, մետրիկաները շատ կարևոր են ու քանակական տվյալ ունենալու հավեսը այն է, որ դու կարողանում ես այդ ամեն ինչը կշիռներով ներկայացնել ու սիրուն բան ստանալ։ Գնանք ուրեմն secure and compliant, այսինքն բնականաբար, քանի որ մենք տվյալների մասին ենք խոսում, պետք է ունենանք data security անպայման, նամանավանդ մարդկանց տվյալները շատ sensitive է, այս հիմնական ոնց որ շատ արագ եմ անցնելու այս մասով, ինչ որ շատ խորանալու բան չկա, բայց քանի որ էլի setup-ից ենք խոսում, ոնց որ առանձին բլոկ է բացվում կազմակերպությունում սովորաբար, ոնց Անին նշեց, ու այդ առանձին բլոկը կարա լինի թե HR-ի ներսում, թե HR-ին առընթեր, այդ ամենտեղ ոնց որ կախված ոնց իրանց հարմար է, տենց են անում, բայց ինքը միևնույն ժամանակ առանձին բլոկ է, ինչի, որովհետև ունի data sensitivity ու ոնց որ պետք է լինի առանձին բլոկ, որը որ հետևում է այդ ամեն ինչին, data leakage չլինի, ասենք բոլոր permission-ները լինեն եւ այլն եւ այլն։ Stay within the rules, էլի, այսինքն այդ կտրվածքով։ Okay. Մյուս process-ը էս ավելի շատ ստեղ գրած ասենք accurate and consistent, հա, մենք խոսում ենք data governance-ի մասին, այսինքն flawless data equals trustworthy insights, ինչի մասին է ինքը, որ եթե դուք, okay, առաջի step-ը, ասենք առաջի step-ից գանք, հա, ստեղ HR data collection-ի մասին ենք խոսում, clear goals, այդ տվյալները հավաքելու մասին, ոնց որ էսի ավելի շատ ինչ-որ visionary պահա։ Երկրորդ մասը security-ն է, որ երբ որ դու setup ես անում, այսինքն այդ data collection-ը անում ես, մեզ պետք է security։ Ու երրորդը պարտադիր security-ն շատ okay մենք ունենք, մեր տվյալները պետք է լինեն consistent ու accurate, որովհետև իրանց վրա է հիմնված մեր հետագա, ասենք, անալիտիկան, կլինի ինքը dashboard, թե ուղղակի կլինի Excel-ի մեջ, ասենք, ինչ-որ աղյուսակ, կապ չունի, դա էլ է անալիտիկա։ Այսինքն այս data governance-ի process-ն է, որը որ security-ից հետո է գնում ու շատ կարևոր է ինքը։ Այդ էլ է HR-ի ոնց որ այսպես ասած ուսերին մնում, եթե ինքը այդ բլոկը բացում է կամ առընթեր ինչ որ բլոկ է դառնում։ Այս մասը շատ հետաքրքիր, հետո ավելի մանրամասն կքննարկենք։ Fresh and clean data-ն էս ավելի շատ նրա մասին է, երբ որ դու այդ setup-ը ունենում ես, security-ն ունենում ես, accurate data-ն ունենում ես, բայց ուզում ես up-to-date data ունենաս, այսինքն ես չեմ ուզում, որ իմ տվյալը լինի, ասենք 3 ամսվա տվյալ, ես 3 ամսվա տվյալով եթե վերլուծություն անեմ, միևնույնն է լինելու եմ 3 ամիս ուշացած իրական իմ բիզնեսի, այսպես ասած, movement-ից, ուրա ինքը շարժվում։ Ու կուշանամ դրա համար այս էլ մի հատ առանձին բլոկ է եւս կքննարկենք, սա ավելի շատ up-to-date data-ի մասին է, այսինքն ոնց ենք մենք մեր տվյալները կառավարում, թարմացնում, հետո արդեն այդ նաև այդ հատվածը կպնում է այդ software-ին, այսինքն ինչ tool-եր ենք օգտագործում, օրինակ Power BI-ը, Tableau-ն, հեսա հաջորդ slide-ը դրա մասին կլինի։ Okay, մյուսը, այսինքն էլի սենց հերթով գամ, որ լավ հիշենք այս ամեն ինչը, այսինքն սկզբից collection, HR data collection-ը ունեցանք, մեր security-ն ունեցանք նաև data consistency-ն, accuracy-ն, այսինքն okay data է գալի, ունեցանք նաև մեր up-to-date data-ն, այսինքն update-ները, ասենք on daily basis կամ on weekly basis, ու հիմա նաև պետքա մեզ collaborate, involve stakeholders, այսինքն կոլաբորատիվ environment, այսինքն sharing-ին եկանք հասանք։ Այս էլ նույնպես էլի ոնց որ գնում կպնում է մեր բլոկին, որ մեզ կամ առանձին, այսպես ասած, կազմակերպության ներսում ինչ որ մեր soft-ն է պետք, այդ sharing-ի համար կամ ինչ որ չգիտեմ, լինում է, չէ, admin կա, admin panel եւ այլն, այսինքն կամ CRM ինչ որ սիստեմայի մեջ, չնայած իրանք շատ սահմանափակ են իրականում տվյալների առումով։ Կամ այտենց միջավայր է պետք, կամ մեզ պետքա հաջորդ սլայդի մեջ արդեն նշված է ինչ որ popular HR analytics tool։
Դե ամենապոպուլյարներն են, անկախ ամեն ինչից մենք HR տվյալի մասին ենք խոսում, թե ընդհանրապես in general տվյալի մասին, ամենապոպուլյարները դրանք Power BI-ն են ու Tableau, բայց կան լիքը ալտերնատիվներ կախված ոնց որ business case-ից եւ այլն։ Մենք հիմնականում խոսելու ենք շատ մանրամասն Power BI-ի մասին, ստեղ ոնց որ եթե, չգիտեմ, հարցեր մինչև էս չկան, ես շարունակեմ, եթե հարցեր կան, կխնդրեմ տակ ձեր մրցել։ Մարտին, ես միայն մի բան հստակեցնեմ, այս նկատի ունես հիմա ենք խոսելու, չէ, Power BI-ի մասին։ Թե բանը դու workshop-ը նկատի ունես, որ Ես workshop-ը նկատի ունեմ։ workshop-ը նկատի ունես, որտեվ ես էլ զարմացածում երբ հասցնելու Չէ, Power BI։ այս ինչ որ ասում էիք, խոսենք հետո մանրամասն, իրականում լավ ասեցիր, այդ ոնց որ խոսում էինք ապագա workshop-ի մասին։ Քանզի որ էս intro է։ Ջենթել են։ Ես մենակ մի հարց ունեմ ստեղ, ոնց որ կուզենամ դու հուշես, այն մասնագետների համար, ովքեր որ հասել են արդեն գործիքակազմի ընտրությանը, հիմնականում ոնց որ պայքարը Tableau-ի ու Power BI-ի մեջ է, խորհուրդ է էլի, որ դեպքում որը ընտրել։ Այդ իրականում շատ լավ հարց է, սենց կպատասխանեմ։ Նայեք, ամեն մեկը իր ունի pros and cons, առավելություններն ու թերությունները։ Tableau-ի առավելությունները որն է, որ ինքը հին է, պոպուլյար է, շատ մեծ գործիքակազմ ունի ու մաքսիմում անգամ advanced dashboard-ների, diagram-ների, flowchart-երի համար ոչ մի ծրագրավորման knowledge կամ տենց ինչ-որ high effort պետք չի գալիս։ Բայց Tableau-ն թանկ է, ինքը ունի սերվեր ու ինքը եւ կարա per user charge անի, այսինքն եթե օրինակ HR-ում կան 3 HR անալիտիկ, ովքեր որ այդ դաշբորդները կառուցում են, բիզնեսը վճարում է եւ այդ 3 user-ի համար եւ վճարում է նաեւ այդ սերվերում, այսպես ասած, տեղի համար, այսինքն դաշբորդը ինքը իրանով տվյալը, ասենք ինչ-որ գիգաբայթ, մեգաբայթ եւ այլն, այդ տեղի համար է վճարում, պլյուս վճարվում է նաեւ ինչքան շատ internal client-ներ են նայում քո դաշբորդը, այսինքն եթե դու ունես օրինակ 150 user, ովքեր որ top manager-ներ են, մենեջերներ են, օգտվում են քո դաշբորդից ու դա Tableau-ով է, իրանք էդ էլ են charge անելու, այսինքն թանկ է։ Մյուս կողմից Power BI-ը ունի իր առավելությունները, որ էժան է, Microsoft-ի հետ շատ արագ ինտեգրվում է, քանզի իր էկոսիստեմայի բացարձակ ու լիարժեք մասնիկն է համարվում, ունի շատ լավ advanced անալիտիկա, իրան շատ լավ կարելի է extend անել, այսինքն maintenance-ի տեսանկյունից է, եթե դուք մտածում եք օրինակ ձեր անալիտիկան կարա զարգանա, ինչ որ հետագայում նոր, այսպես ասած, նիդեր լինեն, որը որ կարող է soft-ը չկարողանա անի, ասեմ, որ Power BI-ը Tableau-ից ոչ պակաս ամեն ինչ անում է, միակ ոնց որ մինուս ասեմ, պլյուս ասեմ, չեմ կարա, ստեղ coding-ը շատ է ու պահանջում է technical knowledge, այսինքն technical knowledge եւ ոնց որ Power BI-ի առանձին բլոկի մասով technical knowledge նաեւ որոշակի ինչ որ, չգիտեմ, scope-ից դուրս, հա, կարելի է ասել, կախված ինչ տվյալների source-ի հետ ենք աշխատում։ Այսինքն, որ summarize անեմ, Tableau-ն մի քիչ թանկ է, ծրագրավորում այնտեղ պետք չի ու ունի իր առանձին սերվերը, Power BI-ը շատ հասանելի է, այսպես ասած էժան է անգամ, մինուսն այն է, որ եթե դու ուզում ես fully customized ինչ-որ կոմպլեքս բաներ հավաքես, քեզ պետքա coding։ Հա, իրական գիտելիքներ ու բան, հետևողականություն, հասկացա։ Okay, իմ կտորն է հիմա, եթե ոնց որ դու վերջ, չէ, Մարտին ջան։ Կարծում եմ այո։ How to choose right tool-ն է, արագի մեջ կարամ, արագի մեջ էլի կարծում եմ երկար պետք չի խոսալ, այդ մանրամասն workshop-ի ժամանակ կքննարկենք։ How many employees will use the tool, այսինքն նրա մասին է ինչ որ նոր արդեն խոսում էինք, քանի որ ձեզ charge են անելու ըստ user-ների քանակի, charge են անելու ըստ այդ սերվերի ու սերվերի capacity, այսինքն այդ տվյալները պահելու համար, այս հարցերը շատ կարևոր են, այսինքն քանի user է ունենալու այդ tool-ը, ոնց որ ինչ իրական challenge-ներ է HR-ը լուծելու, դա էլ է շատ կարևոր, որովհետև եթե դուք իրական challenge չունեք, հաստատ charge-ի էլի ինչ որ 0-ից բան հորինել ու փորձել այդ անալիտիկայով լուծել։ Ու ամենակարևորը կարող է մեզ իրականում Power BI կամ ինչ որ շատ advanced բան պետք չի, մեզ Excel-ը full հերիք է, արդյոք մենք
խորանում ենք ոնց որ դրա մեջ ու ճիշտ ենք անում այդ efficiency-ին կողմա թե դե այս մասով։ Դե բնականաբար budget and scalability այս էլի ոնց որ անի հարցից բխելով քննարկեցինք, բայց մի հատ էլի արագ իրա վրայով անցնենք։ Այս բացարձակ էլի կախված է ոնց է այդ ամեն ինչը զարգանալու ապագայում, քանի որ մենք խոսելու ենք Power BI-ի մասով, ես կասեմ, որ ինքը բավականին բաջեթի առումով լավն է, այսպես ասած լավ, սենց ասեմ $165 եթե գումար ես վճարում, սենց մի անգամից փողով ասեմ, էլի, ինքը տալիս է քեզ full subscription 100 GB-ի data storage-ա տալիս cloud-ում, այդ նշանակում է դու 100 GB-ի կարաս report այնտեղ publish անես ու ամենակարևորը sharing-ի process-ն է, որ հեշտ հնարավորություն է տալիս գոլեգաներին իրար հետ, ասենք link ուղարկում ես այս report-ն է, մի հատ արագ նայի խնդրում եմ, սենց ոնց որ սկսելու համար էլի խորհուրդ կտամ Power BI-ը, ինձ թվում է $165 մեծ փող չի, Այդ ամսական, Հա, ամսական ինքը charge անում, իրականում եթե շատ ուզենաք, կարող եք անգամ առանց ոնց որ ընդհանրապես փող վճարելու, չեմ սխալվում, ինքը 30 օր տալիս է այդ պրեմիումը, trial-ի, այսինքն ինքը գումար charge չի անում ու դուք կարողանում եք անգամ այդ trial-ը extend անեք ապագայում։ Այսինքն budget-ի տեսանկյունից հաստատ Power BI Tableau-ն շատ կապրիզներով է, սկսենք նրանից, որ իր trial-ը 15 օր է, ոչ թե 30, ու այնտեղ ինքը սերվերի համար charge անում, Power BI-ը այդպես բան չի անում։ Ինքը ասում է քեզ fixed 100 GB տեղ, 100 GB-ի հետ անծայրացի լիքը report-ներ են։ Ձեր միջին, ասենք, կլասիկ report-ը, որ ես տեսել եմ հիմնականին պրակտիկայի մեջ բիզնեսի կամ HR-ի data-ի եղել է, օրինակ, չգիտեմ, ինչ որ մաքսիմումը 100 MB։ Այսինքն 100 GB-ի մեջ շատ մեծ տեղ է։ Իսկ մի հատ բան ասեմ, էլի կներեք, Հա, իհարկե։ Power BI-ի ես գիտեմ, որ Mac-երի հետ իրանք մի քիչ խնդիր ունեն, հիմա էլ կա այդ Ոչ թե խնդիր ունեն, սենց ասեմ, այդ շատ արագ լուծվող բան է, քանի որ MacBook-ը ունի առանձին օպերացիոն համակարգ, այդ macOS-ն է, իսկ օրինակ Power BI-ը Windows-ին է, չէ, Microsoft-ին է։ Դե տրամաբանական է, որ իրար կոնկուրենտ են, բնականաբար այդ ինտեգրացիան նենց են արել, օրինակ Windows-ը նենց արել, որ Mac-ի վրա չբացի, որ օրինակ ինպես մարդը, քանի որ Power BI-ի դե շատ եմ աշխատում, ինձ Mac-ը այդքան ձեռք չի տա։ Բայց կա լուծում։ Լուծումը որն է, օրինակ soft-ը կոչվում է VirtualBox կամ VMware, իրանք ոնց որ վիրտուալ տարածություն են բացում ձեր համակարգչի մեջ, դուք այդ վիրտուալ տարածության մեջ գցում եք նույն այդ Windows-ը ու կոպիտ ասած ունենում եք երկու վիրտուալ տարածություն նույն Mac-ի մեջ։ Մի վիրտուալ տարածությունը լինում է հենց ձեր Mac-ը, ձեր անձնական տարածքով, ձեր անձնական ֆայլերով, մյուս վիրտուալ տարածությունը արդեն լինում է ոնց որ Windows միջավայր, այնտեղ կարաք Power BI անեք։ Okay, շնորհակալ եմ։ Մերսի։ Մարտին վեբով չի բացվում Power BI-ը վեբ տարբերակով։ Power BI-ը վեբ տարբերակով բացվում է, հենց այդ cloud-ի մասին ենք խոսում, բայց ինքը հիմնական իր functional-ը sharing-ի համար է, այսինքն cloud-ի բունի ստեին է, որ եթե ես ինչ-որ report ուզում եմ share անեմ իմ colleague-ների հետ, ինչ եմ ես անում, կառուցում եմ առաջինը desktop-ով, որտեղ որ հիմնական ֆունկցիոնալն է Power BI-ի, իսկ desktop-ը պետք է լինի անպայման Windows-ի վրա, անգամ եթե այդ Windows-ը օրինակ վիրտուալ ինչ-որ տարածություն է, այդ VMware-ի կամ VirtualBox-ի օգնությամբ։ Ու նոր այդ publish-ից հետո իմ reporting-ը հասանելի է լինում իմ գոլեգաներին որպես այդ web տարբերակով, էլի, այսինքն URL-ը ուղարկում ես, մարդը մտնում է, ասենք նայում է քո report-ը։ Okay. Եթե էլի հարցեր կան, Ես մի հատ հարց տամ, էլի Մարտին ջան, ես ճիշտ եմ հասկանում, որ Power BI-ը ինքը user based չի։ Այսինքն այդ $165-ը մենք տալիս ենք monthly subscription-ի համար։ Միանշանակ։ Ինքը այդ շատ լավ նկատեցիք, ինքը իրականում այդ լավ subscription-ին, եթե ուզում եք, կարող եմ, չգիտեմ, doc-ը օրինակ share անեմ, այդ subscription-ների, այնտեղ գրած է ինչ գներ է ու գրած է ինքը ինչ հնարավորություններ է տալիս, եթե չեմ սխալվում, ինքը մի քանի user թողնում է, բայց ոնց որ այսպես ասած հայավարի հնարավոր է զուտ մի user-ի admin-ով օրինակ գրանցել ու ոնց որ բոլորին տալ ուղակի այդ login-ն ու pass-ը կամ access-ը, Հենց նույն access-ը ու ասենք բոլորը կարան օգտագործեն որպես developer։
իսկ մնացածին ընդամենը viewer-ա պետք էլի, այսինքն եթե ձեր internal client-ները, այսպես ասած, մարդիկ, Ահա, ովքեր հետաքրքրված stakeholder-ները, հա, են այո, այդ անալիտիկայի մեջ, իրանք ուղղակի ձեր viewer-ներն են, այսինքն իրանք որպես user չեն համարվում, չէ, Power BI-ը իրանք համար charge չի անում։ Մերսի շատ։ Խնդրեմ։ Okay, այս budget-ի մասով ու easy of use and integration։ Ստեղ էլի ոնց որ այն մասն է, որ այդ պլատֆորման օրինակ Power BI-ը Tableau-ն ինչ որ user friendly է, ունի հատուկ ինչ որ built-in extension-ներ, plugin-ներ կամ հեշտացումներ, այսպես ասած, որ ավելի լավ աշխատի ու ավելի էֆեկտիվ աշխատի HR-ի տվյալների հետ։ Նայեք, կուզենամ ձեզ ասեմ, որ տենց tool-երը շատ են, բայց իրականում շատ չեն ու այս վերջերս օրինակ տեսել էի, այնտեղ Zoho Analytics կամ շատ նման են, այսինքն այդ CRM համակարգերին ու կարամ ասեմ, որ ավելի լավ է հաստատ Power BI վերցնես, 0-ից դու customized ամեն ինչ կարող ես հավաքել։ Այսինքն ոնց PowerPoint-ը մի քիչ առաջի հայացքից նայում ենք, sense 1000 ներողություն արտահայտությանս համար դախոտ է երևում, բայց ամեն ինչ անում է։ Շատ սիրուն օրինակ սլայդեր է լինում սարքել PowerPoint-ով, նույն ձև Power BI-ն է։ Այսինքն առաջի հայացքից ինքը մի քիչ sense lazy tool է երևում, նամանավանդ որ սկզբից սովորում ես, հավես չի այդքան, բայց հենց արդեն ոնց որ ադապտ անում ենք իր ռուլերին, ինքը շատ customizable է ու հաստատ խորհուրդ կտամ easy of use-ի համար էլի ընտրել Power BI-ն։ Այս մասով արդեն ոնց որ շփվել ենք ավելի մանրամասն ես extend կլինեմ workshop-ի ժամանակ այտենց so իմ share-ը ես կանջատամ։ Դա թարեցի։ Շատ լավ, հեսա ես իմը նորից կիսեմ։ Մեզ մնաց վերջին կտորը իրականում, թե ինչպես կառուցել անալիտիկ ֆունկցիան որպես team, հա, բայց ստեղ մենք առաջ էինք, չէ, գնացել մի վայրկյան ես Մարտինի կտորները անցնեմ։ Վերջին երևի 3 սլայդն է մնացել, թե ոնց team կառուցես։ Հիմա գուցե այս ներկայացման ընթացքում ձեր մտքում կա հետևյալ արտահայտությունը, իսկ անի եթե ընդհանրապես team չկա, կամ եթե ընդհանրապես people analytics ֆունկցիան չկա, HR անալիտիկ որևէ HR անալիտիկական process չունեմ ինձ մոտ, ինչ թիմի մասին է խոսքը, գիտեմ, նորմալ է, որ այս հակադրական միտքը ձեր գլխում առաջանա։ Ուղղակի ուզում էի թիմից խոսել, որպեսզի վերջում ձեզ ցույց տամ, թե ինչքան գործ ենք իրականացնում, ինչքան տարբեր գործ ենք իրականացնում, եթե մենք միակ HR մասնագետն ենք կազմակերպությունում, ով որ սկիզբը տվել է HR անալիտիկայի։ Այն ինչ որ մենք հիմա սլայդի վրա տեսնում ենք, դա թիմի ստրուկտուրան է։ Բայց մեր գլխում Հայաստանում ինքը կնստի որպես մեր դերեր, այսինքն մենք ոչ թե այստեղ մարդիկ եկեք հասկանանք, Հայաստանում մենք եկեք հասկանանք դերեր, որ մենք իրագործելու ենք, եթե մենք ուզում ենք people analytica ֆունկցիան դնենք։ Ուրեմն առաջինը բնականաբար head of PA-ն է, իդեպ իմ երազելի position-ն է, հաստիքն է։ Մտածում եմ, ինչ որ этаպում պիտի սովորել բիզնես անալիտիկա ու գնալ այս ուղղությամբ, երևի թե Մագնուսում էլ ինչ որ պահի ինքը ծառայություն կդառնա հաստատ, լիքը մտքեր կան այս անալիտիկայի հետ կապված, մնում է ժամանակ հատկացնել եւ պարապել, սովորել, զբաղվել։ Ամեն դեպքում հագին հետաքրիր հաստիկա իդեպ, քանի որ մեր մոտ մասնագետները մեծամասամբ HR-ներ են, ես Մարտինի խոսքի ժամանակ մի քիչ անցա մասնակիցների վրայով, ամենաուժեղ բաները, PA-ի head-երը, այն մարդիկ են, ովքեր որ HR-ից են եկել։ Ինչի են իրանք, որովհետև իրանք տիրապետում են թարգմանության ֆունկցիային, այսինքն բացի տվյալից ինքը նաև կարողանում է հասկանա այդ տվյալը ոնց թարգմանի բիզնեսի տարբեր օղակների ներկայացուցիչների համար, ոնց վաճառի այդ ֆունկցիան, այսինքն եթե ինչ-որ փոփոխություն է ուզում մտցնի, քանի որ HR-ի լեզվով խոսում է, կարողանում է այդ դատան հասանելի դարձնի, ոչ թե ինքսիրուն ինչ-որ միտեղ ձևավորված չարտ մնա, կամ օրինակ ընկերության շահառուները, stakeholder-ները չհաստատեն դա։ Ուստի եթե HR-ի մասին մտածում եք այստեղ կարիերա կառուցելու, ինչ որ մի պահի այս հաստիկը գլխում ունեցեք, կարող է եւ հասնեք իրեն ինչ որ պահի, եթե սերը կա տվյալների նկատմամբ իհարկե։
Երկու խումբը ունենք, մեկը ոնց որ եկեք այս ձախ եւ աջ անկյունների խմբերը կարդանք, տվյալների եւ վերլուծության էքսպերտներ եւ բիզնեսի եւ փոփոխության մենեջերներ, էքսպերտներ, հա։ Երկու խումբ մարդիկ կան people analytic թիմերում։ Սկսենք աջ հատվածից, people data scientist-ներ, մարդկանց տվյալների գիտնականներ, հա, հայրենը մեկ-մեկ իրոք, ես մեր լեզուն շատ եմ սիրում, բայց իրոք մեկ-մեկ շատ է խեղճացնում։ Իրենք ինչ են անում, իրենք այդ դեպ ամեն մեկի տակ կարող լինի մի քանի հոգի, կարող լինի 10 հոգի, կարող լինի մի հոգի, կարող լինի 0 հոգի, ուսա լինի ֆունկցիա, ոնց որ ես քիչ առաջ բացատրեցի։ Իրենք ինչ են անում, իրենք անալիտիկ գործիքները, մեքենայական ուսուցումը, տարբեր մոդելավորումները կիրառում են, որպեսզի, այսպես ասած, լուծեն աշխատակազմի մարտահրավերները։ Եվ նույնի HR տարբերակը, քանի որ արդեն տարբերությունը դիտարկել ենք, նորից չքննարկենք, ամեն դեպքում նույնի ավելի HR-ի կոնցեպտով, հա, HR-ի շրջանակում տարբերակը։ Եվ կան տեխնոլոգիաների եւ համակարգերի մասնագետներ, իրենք էլ են մասնագետներն, ովքեր HRIS, ATS, այս իդեպ էս ովքեր որ չգիտեն այս անուններից մի վախեցեք, իրանք ուղղակի սիստեմների համակարգերի անուններն են, HR ինֆորմացիոն սիստեմներ եւ ATS-ներ, applicant tracking սիստեմներ, այսինքն սրանք են վայրն է, որտեղ որ աշխատակիցների տվյալներն են, ATS-ների դեպքում էլ տեխնացուների տվյալներն են։ Օրինակ Մարտինը նշեց Zoho-ի մասին, Zoho-ն հենց իր ATS-ը ունի, այսինքն վայր, որտեղ որ տեխնացուների կառավարումն է տեղի ունենում։ Այս մարդիկ իրենք այդ համակարգերից կարողանում են տվյալները դուրս բերեն եւ նաեւ այդ համակարգերի առաջ պահանջներ դնեն, թե իրանք ինչ data ինֆրաստրուկտուրա են ուզում, ինչ պահանջներ ունեն եւ առհասարակ ինչ, չգիտեմ, ինչ ակնկալիքներ ունեն, որովհետեւ հիմա արդեն հիմա ասելով նկատի ունեմ 2021-ից հետո այս բոլոր համակարգերը աշխարհում որ կան, ինչ ATS ու HRIS ուզում ենք վերցնենք, բոլորը երկու բան են անում, AI-ն են ինտեգրում եւ երկրորդ լավացնում են իրենց վերլուծական process-ները, այս երկուսը իրար հետ ու փաստորեն կան մարդիկ, ովքեր որ այդ պահանջը դնում են, թե իրանք ինչ են ուզում դրա տակ տեսնեն, կոպիտ ասած, եթե 10 տարի առաջ իրենց ասում էինք մեր հարցազրույցների ձևանմուշները ոնց ենք ուզում լինի, հիմա իրենց ասում ենք մեր տվյալներից ինչ ակնկալիքներ ունենք եւ ինչ մանրամասն վերլուծություններ ենք ուզում անենք։ Իդեպ շատ դատաներ իրանք են հենց տալիս, շատ վերլուծություններ իրենք են անում։ Հենց սիստեմի մեջ կա, օրինակ դու քո դուրս եկող, ներս եկող աշխատակիցների տվյալները լրացնում ես, ինքը այդ տարվա համար turnover-ը հաշվում է, շրջանառության տոկոսը հաշվում է ու սիրուն ռիփորտներ տալիս են։ Մեր հայկականներն էլ ինչքան պլատֆորմ եղել է, նույնիսկ բանը այս վերջերս բանը տեսա, STAFM-ը տեսա, Լուիզայինք, իրանք էլ բավականին լավ վերլուծական process էին դրել, թե հայտարարությունից որը ոնց է աշխատում, դիմորդների քանակը, ինչքան է եւ այլն, ոնց որ գործիքի հետ գալիս է։ Այս անալիտիկ էքսպերտներն են, հա, դատայի մասնագետները։ Մարտինը, որ ասեց, ես հենց HR data analyst եմ եղել, այս մեջտեղի ֆունկցիան է, որ ինքը ի սկզբանե ունեցել է իր կարիերայի։ Եվ երկրորդ կտորը, երկրորդ խումբ մարդիկ, ովքեր որ այս ֆունկցիայի տակ աշխատում են, բիզնես պարտներներն են։ Բիզնես պարտներները բիզնես գործընկեր, հա, հայերեն որ ասենք, իրենք հիմնականում կամուրջ են հանդիսանում տվյալների վերլուծության, HR թիմերի, հիշենք, որ իդեալականում սա HR թիմից դուրս է եւ այլ բիզնես որոշում կայացնողների միջև։ Այսինքն իրենք ապահովում են, որ այն տվյալները, որոնք որ ստացել են, ծառայեն բիզնեսին, ծառայեն HR որոշումներին ու կարողանաս այդ որոշումները կայացնես, ինքը ինչ որ միտեղ սիրուն նկարած չմնա, հա, եւ այս աճ խմբի մարդկանց իրականացրած աշխատանքը ջուրը չգնա։ Եվ երկրորդ խումբը երկրորդ խմբի ոնց ասեցի? Երկրորդ խմբի երկրորդ խումբ մասնագետները, հա, ներքևի ODIN Organizational Development-ն է, կազմակերպական զարգացումը։ Այն մարդիկ են, ովքեր որ ապահովում են, որ այդ փոփոխությունը տեղի ունենա, որովհետև բավական չի դու դատան ունենաս, լավ դատան ունեցար, վերլուծեցիր,
իրա շնորհիվ predictive prescriptive analytics արեցիր, կանխատեսեցիր, առաջարկություններ արեցիր, ինչը փոխեն։ Եկան բիզնես պարտներները այդ առաջարկությունը հասցրեցին որոշում կայացնողներին եւ այդ կանաչ բծիչկան ստացան, որ այո գնա փոխի, բա ով է փոխում։ Այստեղ գալիս են փոփոխության եւ կազմակերպական զարգացման լիդերը, մասնագետները, ովքեր որ վստահվում են, որ ցանկացած փոփոխություն, ցանկացած լավացում, որ մենք անում ենք, բոլոր օղակներով անցնեն։ Մի պահ, եթե սա ձեզ թվում է շատ ու իրականությունից կտրված, ուղղակի պատկերացրեք 100,000 հոգանոց ընկերություն։ Հենց պատկերացնեք 100,000 հոգանոց ընկերություն, դարակներով կդասավորվի, ինչի պետքա People Analytics թիմը այսքան ենթաօղակներ ունենա։ Հիմա վերադառնալով իմ առաջին մտքին, երբ որ մենք առաջին անգամ ենք սա անում կամ երբ որ չկա նոր առաջին քայլերն ենք անում բանի տվյալահեն մոտեցում կիրառելու, ապա այս բոլորը մենք ենք, այն Կտոյան հայտնի սովետական կինոից էլի, ինչ կա մենք պետք է անենք։ Միայն մենք ասելով HR-ներս նկատի ունեմ, միայն մեր ձեռքերը կապված են այս տեխնոլոգիական կտորում, որտեվ իրոք այս բանը այդ դատայի վերլուծության կտորում մեզ պետքա դատա անալիտիկայի մասնագետ կամ պետքա ուղղակի մեկ այդ ամբողջը սովորենք ու դառնանք մաքրամաքուր People Analytics-ի մասնագետ ամբողջությամբ մենք իրականացնենք։ Բայց մինչև հիմա մենք տարբեր ընկերություններում, որ աշխատել ենք, հենց խորհրդատու ունենալով, հա, դատա անալիտիկայի մասնագետ որպես խորհրդատու ունենալով կարողացել ենք մեր գաղափարները իրագործել, պարտադիր չէր, որ մենք իմանանք ինչա կատարվում դատա անալիտիկայի կտորում։ Այսքանը մի հատ էլ այն workshop-ի մասին, որ Մարտինն ասում է շուտով ներկայացնելու է, շուտով կխոսենք։ Ես հասկանում եմ, որ ոչ բոլորն են միանալու բնականաբար workshop-ին, նախ սահմանափակ տեղ կա, հետո միգուցե ձեր կարիերայում ճիշտ ժամանակը չի հիմա data analytics ուսումնասիրելու, people analytics ուսումնասիրելու, բայց այս workshop-ը մենք դրել ենք միայն մի բանով, միայն մի նպատակով։ Հայաստանում HR ոլորտը սարքել data driven ու չեմ խուսափի այս եւս մեկ անգամ կրկնելու, այո, ոչ թե մենք ուզում ենք առանձին մինի հարցեր լուծենք, հա, workshop բան անենք, վեբինար անենք ու քաշվենք մի կողմ, ասենք դե լավ, մարդիկ էական չկիրառեք թե չէ, մենք ուզում ենք փոփոխություն մտցնենք, մենք ուզում ենք պիոներներից լինենք խոսելու, որ սա կարևոր է եւ քո HR-ի աշխատանքի մեջ դու չես կարող, ուղղակի չես կարող առանց տվյալների ու եթե ինձ սկսնակ մասնագետներ են լսում, ոնց որ ձեզ էլ ասեմ, որ ձեզ համար շատ կարևոր պահանջ է դրված հիմա նոր HR-ին տիրապետելու, նոր HR-ը դա COVID-ից հետոյի HR-ն է, իսկ նոր HR-ում AI-ի արհեստական բանականության բանի, հա, թեքի թվային լուծումների եւ տվյալների վերլուծության հետ ընկեր չլինելը, այդ նշանակում է շատ բարձրաձայն ու վստահ կարող եմ ասել կարիերայի վրա խաչ քաշել։ Այս մեր էջերն են, հիմա կարող եք էկրանը սկանավորել եւ կհայտնվեք իմ եւ Մարտինի LinkedIn-յան հարթակներում, համապատասխան QR-ները այնտեղ կտանեն ու մեկ էլ մեր HR EduHub-ի լինկերն են եւ թե որտեղից ենք օգտվել այս նյութերը հավաքելուց, իրականում այս People Analytics-ի մասին, որ պատմեցի, իր հետևում կանգնած է գիրքը, որը որ ես մի քանի երևի 3 անգամ անցել եմ իր վրայով, կոչվում է Excellence in People Analytics, կարող եք այդ գիրքը վերցնել, կարդալ, եթե անգլերեն կարդում եք, բավականին լավն է, Մագնուսի էջերում կա, միտեղ գրել ենք, հեղինակին էլ ենք դրել, գիրքի լինքն էլ ենք դրել, կարող եք տեսնել։ Երևի այսքանը։